Անանիա առաքյալի վկայաբանությունը Աշակերտների մեջ անբանին և ընտրյալների դասերի մեջ երևելին Սուրբ Անանիա առաքյալը Քրիստոսի 72 աշակերտներից մեկն էր, բայց իբրև բազում գործերում Սուրբ Պետրոս և Անդրեաս առաքյալների գործակից համարվում է նաև նրանց աշակերտը, մինչև Պետրոսը նրան ձեռնադրեց Դամասկոսի եպիսկոպոս։ Կարծվում է նրա ծննդավայրը Դամասկոսն է։ Անանիան հուժկու մարմնով, սակայն հեզ ու հանդարտ սրտով Աստծո հոգով լցված մարդ էր։ Նրա կատարյալ գովությունը բովանդակվում է Գործ Առաքելոցում, երբ Սուրբ Ղուկասը պատմում է, թե ինչպես նրան երևաց Տերը և բարեկամաբար հրամայեց գնալ և գտնել ընտիր անոթին, Սողոսին, որը Դամասկոս էր եկել և մկրտել նրան։ Սողոսը նույնպես տեսիլքի մեջ Անանիային էր տեսել, սպասում էր նրա գալուն և իրեն հոգու և մարմնի կուրությունից բժշկելուն։ Եվ թե ինչպես Անանիան որդիական համարձակությամբ Տիրոջից խնդրեց և ստացավ իր տարակուսանքների լուծումը, բոլորի համար կասկածելի էր Սողոսի անունը։ Եվ տիրաբար գնաց, քարոզեց և Սողոսին Պողոս դարձրեց, որովհետև ձեռք դնելով լուսավորեց նրա խավարած աչքերը, մկրտեց նրան և զորացրեց լինելու ճշմարտության քարոզիչ։ Մեծն Անանիան հեթանոսների վարդապետի աստվածապարգև ուսուցիչն է ճանաչվում և դրա հետ հաղորդակից նրա չարչարանքների պտուղներին։ Այս պատճառով էլ Պողոսն ինքը հազարապետի ատյանում և բոլոր հրեաների առջև Երուսաղեմում պարծանքով պատմում էր իր Անանիայի միջոցով դարձի մասին, ասելով. «Անանիա անունով մի մարդ երկյուղած ըստորենքի և վկայված Երուսաղեմում բնակվող բոլոր հրեաների կողմից եկավ, կանգնեց ինձ մոտ և ասաց. «Սավուղ, եղբայր, վերև նայիր»։ Եվ ես իսկույն դեպի վեր նայեցի, և ինձ ասաց. «Մեր հայրերի Աստվածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը և տեսնես արդարին, ու լսես նրա բերանից ձայնը, որպեսզի բոլոր մարդկանց մոտ նրա վկան լինես այն բանի համար, որ տեսար ու լսեցիր։ Արդ ինչու ես հապաղում, վեր կաց, մկրտվիր և լվա քո մեղքերը, նրա անունը կանչելով»։ Այսքանը Սուրբ գրքից, իսկ վկայագիրներն այս են ավանդում. Սուրբ Անանիա առաքյալը, թեև իր աթոռն ուներ Դամասկոսում, որտեղ կային ոչ քիչ աշակերտներ ու հավատացյալներ, սակայն հաճախ քարոզում էր ավետարանը Ասորիքում և Պաղեստինում, Քրիստոսի անունով նշաններ գործելով։ Նա հալածվել է հրեաների ու հեթանոսների կողմից երկար տարիներ։ Մի անգամ, երբ նա քարոզությամբ շրջում էր Ելևթերոպոլսում, որ նշանակում է ազատ քաղաք, և նրա գյուղերում, կռապաշտները, որոնք բնակվում էին Հորդանանի արևմուտքում, բռնեցին նրան և կանգնեցրին տեղի դատավորի առջև, որն անվանվում էր Լիկիանոս կամ Ղուկիանոս։ Քրիստոսի անվանը խիստ թշնամի և աստվածների, որոնց կայսրերն էին պաշտում, ջատագով մի մարդ էր նա։ Սա Սուրբ առաքյալի հետ նախ սկսեց քաղցրությամբ խոսել և ասաց. «Ով մարդ, տեսնում եմ, որ սքանչելի տեսքով իմաստուն ու հանճարեղ մարդ ես։ Եթե ինձ լսես, բազում բարիքների կհանդիպես։ Հապա մոտեցիր և զոհ մատուցիր աստվածներին, և քո անձը կորստյան մի մատնիր չարչարանքների ենթարկվելով»։ Սուրբ Անանիան պատասխանեց. «Ես կուռքերին զոհ չեմ մատուցում և խուլ ու համր բագիններին չեմ երկրպագում։ Դրանք դևերի բնակարաններ են։ Ես երկրպագում եմ իմ Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, ճշմարիտ Աստծուն, որը մեզ համար գիտության լույս եղավ, որին մեր աչքերով իսկ տեսանք, քանի որ մարմնով եկավ աշխարհ և ազատեց մեզ կուռքերի մոլորությունից։ Նրա համար ես պատրաստ եմ տանջանքների ու մահվան, քան թե թողնելու ճշմարտությունը և մոլորվելու խաբեության հետ»։ Դատավորը բարկացավ և ասաց. «Կարծեմ մարմնիդ զորության ու մեծության վրա հույս դնելով ես համարձակվում տանջանքների դեմ ելնել, որով և իմաստությունդ անմտության է փոխվում»։ Ապա ասաց դահիճներին. «Մերկացրեք դրան և չարաչար ծեծեք»։ Իսկ առաքյալն աչքերն ու ձեռքերը վեր բարձրացնելով ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, զորությունների Աստված, թող թշնամին երբեք ինձ իր թակարդի մեջ չգցի, այլ թող ես էլ արժանի լինեմ քեզ համար չարչարվելու և քո պսակով զարդարվելու, դասվելով քո ընտրյալ աշակերտների հետ կյանքով և մահվամբ»։ Այդ պահին դահիճները չոր արջարաջլերով անողոքաբար խփում էին Սուրբի թիկունքին, իսկ մեկն ասում էր.
Հնազանդվիր դատավորին եւ զոհ մատուցիր հզոր դիցերին։ Սուրբը ոչ մի պատասխան չէր տալիս եւ իր մարմնի ցավերն էլ ոչինչ էր համարում Քրիստոսի սիրո առջև։ Դատավորը դարձյալ սկսեց շողոմ խոսքերով հրապուրել նրան, սակայն կշտամբանքներ լսելով Սուրբից նրան փայտից կախել ու երկաթյա քերիչներով քերել տվեց նրա մարմինը, մինչև ոսկորները, եւ ապա կրակով այրել տվեց վերքերը։ Մինչ երանելին այս տանջանքների մեջ էր, դատավորը նրան ասաց. «Մինչև երբ չես հնազանդվելու ինձ եւ հանձն չես առնելու մեծարել անմահ դիցերին, որոնց ինքնակալն է պաշտում»։ Անանիան պատասխանեց. «Ինչու ես ինձ ստիպում բերանս առնելու սնոտիներին, մեռելոտիներին եւ գարշելիներին, որոնք մարդկանց ձեռքերի գործն են, փայտ, քար ու պղինձ, եւ ինչպես չես հասկանում բանականների անմտությունը, որոնք անխոսներին ու անշունչներին աստվածային անուններով են պատվում, իրենց իսկ ստեղծածներին արարիչ են ասում եւ իրենց հույսը դրանց վրա են դնում»։ Այն ժամ ամոթով մնացած դատավորը նրան քաղաքից դուրս հանել եւ քարկոծել տվեց։ Իսկ Սուրբ առաքյալն իր վախճանի պահին ասաց. «Ով թագավորների թագավոր եւ տերերի տեր, իբրև քեզ ընդունելի պատարակ ընդունիր իմ անձը քո սուրբ անբան փառքի համար»։ Եվ այդպես ավանդեց իր հոգին։ Իսկ Սուրբի մարմինը, որ ծածկել էին քարերով, նրա աշակերտներն ու ծանոթները տարան եւ թաղեցին նրա հայրենի քաղաքում, Դամասկոսում, Տիրոջ մոտ 70 թվականին։ Սուրբ Անանիա առաքյալի տունը Դամասկոսում հիշատակվում է վերջին դարերի շատ մատենագիրների մոտ, որոնք ասում են, թե Փրկչի եւ նրա առաքյալի անունով եկեղեցի շինվեց, որն հետո այլազգիները դարձրին մզկիթ։ Իսկ նրա պատվական նշխարները, ինչպես ասվում է, սկզբում դրվեցին Դամասկոսում, Հուդայի ապարանքում, որտեղ իջևանել էր Պողոսը, եւ այնտեղ շինվեց գեղեցիկ տաճար։ Ժամանակ անց փոխադրվեց Հռոմ։ Սուրբի նշխարներից մաս կա նաեւ Հայաստանում, Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում կից փոքրիկ մատուռում, որտեղ մինչև օրս կատարվում են բժշկություններ։